Շոումեն հանդիսավոր Արամ Մելիքյանն ու նրա ընտանիքի անդամները բավականին ակտիվ են ինստագրամյան հարթակում, շատ հաճախ այս ընտանիքը օգտագործում է իր մեծ լսարանը, ի գիտություն դարձնելով այս կամ այն մարդու առողջական խնդրի մասին։ Այսօր ևս բացառություն չէ։ Արամ Մելիքյանն ինստագրամյան հարթակում հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ երիտասարդ աղջկա Լիլիայի առողջական խնդրի համար գումար է հարկավոր, նա պետք է մեկնի Գերմանիա, որպեսզի կատարվի ոսկրածուծի փոխպատվաստում։ Ներկայացնում ենք Արամ Մելիքյանի տեսաուղերձը հաջորդ թիվ։ Ես ընդհանրապես, երբ որ նմանատիպ վիդեոներ եմ անում, ուրեմն կամ անձամբ ճանաչում եմ, կամ իմ ընկերն անձամբ ճանաչում, այս պահին էլ մի աղջկա համար եմ ասում, որը բավականին լուրջ խնդրի մեջ է ու մի 7-ից 10 օրվա մեջ պետք է մեկնի Գերմանիա, որովհետև իր ոսկրածուծը աշխատում է ընդամենը 20%-ով, շտապ գործողություն պետք է արվի, բավականին լուրջ, խոսքը Լիլիա Քոշատաշյանի մասին է, ես իմ էջը կթողնեմ, ովքեր որ կփորձեն կամ կուզեն ցանկանան աջակցել, ասեմ, որ աղջնակի էջում ամբողջ ինֆորմացիան կա, նա ընդամենը 16 տարեկան է ու բավականին լուրջ խնդրի մեջ է այս պահին, ինչպես նշեցի, շտապ պետք է մեկնի, եթե չեմ սխալվում, մի 10 օրվա մեջ պետք է մեկնի Գերմանիա, դրա համար ովքեր որ կցանկանան աջակցել, օգնել, հա, կամ չերեզ այդ վիդեո ուրիշին գտնեմ, որ օգնի, ոնց որ այս վիդեոն հենց դες համար է, գնացեք հղումով, գնացեք աղջկա էջ, հուսով եմ ամեն ինչ լավ կնելի։ Ամերիկաբնակ սիրված երգիչ Արմեն Չիկն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել, այդպիսով հրավիրելով իր հետևորդների ուշադրությունը։ Նա տարածել է երիտասարդ աղջկա հայտարարությունն ու խնդրել միանալ դրամահավաքին։ Բարև, ես Լիլիան եմ, 16 տարեկան, ով այս պահին ունի ձեր օգնության կարիքը։ Ես արդեն 1 տարի է ինչ ունեմ առողջական լուրջ խնդիրներ, ինձ մոտ ախտորոշվել է միելոդիսպլաստիկ համախտանիշ, ինձ շտապ անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում, որն արժե $40,000, 15 միլիոն 800 հազար դրամ։ Կից կներկայացնեմ հիվանդության հետ կապված փաստաթղթերը եւ տվյալները գումարը փոխանցելու համար։ Միայն տարածելն արդեն մեծ օգնություն կլինի։ Կանխավ շնորհակալ եմ։ Ստորև նշված են նաեւ հաշվահամարները, որով կարող եք փոխանցումներ կատարել։ Այս հայտարարությունն իր ինստագրամյան էջում տարածել է սիրված երգիչ Արմեն Չիկը։ Նշեցնենք, որ ավելի վաղ էլ ներկայացրել էինք երգչուհի Սիլվա Հակոբյանը վերջին տարիներին էլ ավելի ակտիվ է։ Նա ինստագրամյան հարթակում եւս մեծ ակտիվություն է ցուցաբերում, ժամանակ առ ժամանակ հրապարակումներ անելով, ցույց տալով իր ընտանիքի երեխաների մասնակցությամբ կադրեր։ Երգչուհի Սիլվա Հակոբյանը նաև օգտագործում է իր հետևորդների մեծ բանակը օգնելով տարբեր մարդկանց։ Այսօր երգչուհին տարածել է օգնության մի կանչ, որտեղ նշվում է, որ փոքրիկ Միքայելը պետք է ապրի։ Երգչուհի Սիլվա Հակոբյանի տարածած հայտարարությունը հետևյալն է. Փրկենք փոքրիկ Միքայելին, ունի սրտի անբավարարություն, անհրաժեշտ է վիճակը Հայաստանում ստաբիլացնելուց հետո տեղափոխել արտերկիր եւ կատարել սրտի փոխպատվաստում, անհրաժեշտ է բոլորի օգնությունը, խնդրում եմ օգնել, անտարբեր չանցնել։ Այսպիսով Սիլվա Հակոբյանը փորձել է օգտագործել իր հետևորդների մեծ բանակը այս ձայնը լսելի դարձնելու համար։ Երգիչ սպիտակցի Հայկոն Հայկ Ղևոնդյանն ինստագրամյան հարթակում տարածել է օգնության կանչ։ Ընկերներ ջան, խնդրում եմ ինչքան հնարավոր է տարածեք։ Վեներայի պատմությունն անտարբեր չի թողնի ոչ ոքի։ 11 տարեկան Վեներան տառապում է մանկական ուղեղային կաթվածով։ Երեխան ունի հենաշարժողական լուրջ խնդիր, չի կարողանում լավ քայլել։ Բժիշկների հավաստմամբ երեխան շտապ եւս մի քանի կուրս պետք է անցնի, որպեսզի էական փոփոխություն զգացվի, սակայն Վեներայի ծնողները չեն կարող վճարել բուժման համար։ Ընկերներ ջան, երեխայի ծնողները հիմնական աշխատանք չունեն։ Ընտանիքն ապրում է Վեներայի թոշակի եւ օրավարձով աշխատանքի դիմաց ստացված գումարով։ Նշեմ, որ Վեներան նաեւ ունի ոտքի շատ լուրջ խնդիր, անհրաժեշտ են բժշկական կոշիկներ։ Մայրը ներկապահին գտնվում է հիվանդանոցում, հայրը եւս ունի առողջական լուրջ խնդիր։ Խնդրում եմ բարեգութ մարդկանց անտարբեր չանցնել, ապրում են անմարդկային վատ ու ծանր պայմաններում, նախնական բուժման համար անհրաժեշտ է 400,000 դրամ։ Խնդրում եմ ինչքան հնարավոր է տարածեք։ Վեներային օգնելու համար ստորև տեղադրում եմ քարտի համար եւ իդրամ հաշիվ։ Ահա այս հաղորդագրությունն է տարածել ինստագրամյան հարթակում Սպիտակցի Հայկոն, ով ըստ ամենայնի որևէ առնչություն չունի աղջկա հետ, սակայն փորձել է օգտագործել իր հետևորդների մեծ բանակը այս աղջկան օգնելու համար։ Նետկարի Գիտյանն ինստագրամյան էջում տարածել է օգտատերերից մեկի հրապարակումն, ով օգնության խնդրանքով է դիմել։ Սիրելի մարդիկ, սա իմ կյանքի ամենադժվար գրառումներից մեկն է։ Հայրս ունի հաստաղուկ աղջիկ, որն այժմ գտնվում է առաջադեմ փուլում եւ տարածված է լյարդի վրա։ Վերջին կաթահետազոտությունները ցույց են տալիս հիվանդության պրոգրեսիա, ուռուցքի եւ մետաստատիկ օջախների աճ։ Այսպիսով Էդգարի Գիտյանը իր հետևորդների ուշադրությունն է հրավիրել
Դերասան Գևորգ Գրիգորյանը ինստագրամյան էջում տարածել է ինստագրամյան հարթակում հրապարակված մի օգնության կանչ, որը ներկայացնում ենք ձեզ։ Օքսանա Սուլթանովայի մոտ լուրջ հիվանդություն է, որի համար անհրաժեշտ է թանկարժեք բուժում։ Սկզբնական ախտորոշումը ագրեսիվ սուր էնդոմետրիոզն է, ադենոմիոզ, աղիքների էնդոմետրիոզ եւ այդպես շարունակ։ Երիտասարդ աղջկա մոտ արնահոսություն է։ Գևորգ Գրիգորյանը տարածել է այս հրապարակումը եւ խնդրել մարդկանց օգնել եւ մաքսիմալ տարածել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք։ Դերասան Տարոն Իսպիրյանը, նույն ինքը Պոնչը, ինստագրամյան էջում մի հայտարարություն է տարածել, որով դիմում է իր հետևորդների օգնությանը։ Իմ լավ ընկերներ, խնդրում եմ ցանկացածիդ օգնությունը կիսվեք, տարածեք, իսկ հնարավորության դեպքում ֆինանսապես աջակցեք իմ ամենալավ ընկերոջը։ Իմ լավ ընկերը, իմ հարազատը Գագիկը այսօր անցնում է իր կյանքի ամենադժվար փորձությունը։ Նա այժմ պայքարում է բել-լիմֆոմա չարորակ դեմ մեծ ուժով, հավատով ու համբերությամբ։ Հայաստանում նա անցել է քիմիոթերապիայի 6 կուրս, այնուհետև Բելարուսում ստացել է Care-Tip թերապիա, որը ցավոք արդյունք չի տվել։ Այժմ Հայաստանում է, բուժում է ստանում Յոլիանի անվան արյունաբանական կենտրոնում եւ բոլորիս օգնության կարիքն ունի։ Բարի մարդիկ, ձեր նույնիսկ ամենափոքրիկ ֆինանսական աջակցությունն այսօր չափազանց մեծ նշանակություն ունի Գագիկի համար։ Փոխանցումներ կարող եք կատարել Գագիկի հարազատ եղբորը։ Նշենք նաեւ, որ ավելի վաղ նմանատիպ հայտարարություններ տարածել նաեւ Իրված դերասան հումորիստ Ռաֆայել Երանոցյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Վերջինս պարբերաբար հրապարակումների տեսքով խոսում է իր ներկայացումների մասին, ցույց տալիս, թե ինչպես է ճամփորդում ժամանակ առ ժամանակ, ինչպես է ժամանակն անցկացնում իր ընկերների, մտերիմների ու բարեկամների հետ։ Այսօր Ռաֆայել Երանոցյանի հրապարակումը մի փոքր տարբերվում է մնացածից։ Նա միացել է օգնության կոչին ի աջակցություն մի կնոջ։ Շնորհիվ ձեր աջակցության արդեն հավաքվել է 115,000 դրամ։ Յուրաքանչյուր ներդրում մեզ մեկ քայլ մոտեցնում է նպատակին։ Անհրաժեշտ է ևս 1,485,000 դրամ։ Ձեր օգնությունը կարող է իրական փոփոխություն բերել։ Փոխանցումների համար հաշվեհամարները նշված են էկրանին։ Ահա այս օգնությանն է միացել դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք Երգիչ Սարգիս Եղիազարյանն ինստագրամյան էջում հրապարակումով է հանդես եկել, այդպիսով դիմելով հանրության ուշադրությանը։ Վերջինս օգնություն է խնդրել Լևոն Խաչատրյանի համար, նշելով հաշվեհամարները եւ հեռախոսահամարները, որտեղ կարող են փոխանցվել գումարները երիտասարդ տղայի կյանքը փրկելու համար։ Ինձ պետք է ձեր աջակցությունը։ Բուժման 3-րդ կուրսի համար շտապ անհրաժեշտ է։ Գումար նշված է հայտարարության մեջ։ Հաղորդավարուհի Գեղեցկուհի Իրինա Թովմասյանն ինստագրամյան իր էջում գրում է. Սիրելի ընկերներ, մենք ունենք ձեր օգնության կարիքը։ Երիտասարդ աղջկա մոտ 24 տարեկան հայտնաբերվել է high-grade sarcoma, որն ունի շատ բարձր ագրեսիվություն։ Բուժումը Հայաստանում հնարավոր չէ շարունակել եւ շտապ անհրաժեշտ է վիրահատություն կատարել արտերկրում։ Ծախսերը չափազանց շատ են եւ ընտանիքը հոգացել է ծախսերը, սակայն խոսքը գնում է մեծ գումարի մասին։ Յուրաքանչյուրի 500 դրամը նույնիսկ կարող է մեծ օգնություն լինել, գրել է հաղորդավարուհին։ Նշենք նաև, որ այսօր ավելի վաղ ներկայացրել էինք Արամ Մելիքյանի ընտանեկան հրապարակումը, որը եւս օգնության մասին էր։ Աղջիկը ունի ողնաշարի կոտրվածք, վիրահատության համար անհրաժեշտ է 1,400,000 դրամ գումար։ Խնդրում ենք յուրաքանչյուրից ձեր փոքրիկ ներդրումը ունենալ։ Կարտային համարը եւ հեռախոսահամարը նշված է։ Հավելենք նաև, որ Մելիքյանների ընտանիքը ավելի ուշ ավելացրեց, ուրեմն վստահ եմ այս տեսանյութը վաղը կջնջվի, որովհետև վաղն ամբողջ գումարը հավաքված կլինի։ Ես նմանատիպ տեսանյութեր շատ քիչ եմ մեզ մոտ տեղադրում, բայց այս դեպքն իրական է։ Ինձ իմ ընկերն է խնդրելու աղջնակի, ընտանիքն ընդհանրապես հնարավորություն չունի։ Ես ու իմ ընտանիքը իհարկե միանում ենք աջակցմանը ֆինանսապես, ու եթե դուք կցանկանաք միանալ մեզ, զանգահարեք այս համարով, իմ լավ ընկերն է, ինքն ամեն ինչ կկազմակերպի։ Նշել են Մելիքյանների ինստագրամյան էջում։ Հավելենք նաև, որ հայհայտներից շատերն են նմանատիպ հրապարակումներով հանդես գալիս ինստագրամյան հարթակում, խնդրելով հանրության ուշադրությունը։ Կարմենը ոչ այնքան ուրախալի հրապարակումով է հանդես եկել։ Նա դիմել է իր ընկերների օգնությանը, նշելով, որ իր ընկերոջ կյանքին վտանգ է սպառնում եւ օգնություն է անհրաժեշտ։ Սիրելի ընկերներ, շտապ տարածում ենք մեր ընկերոջ Խաչատուրի կյանքին վտանգ է սպառնում։ Անհապաղ բուժում է հարկավոր Գերմանիայում ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարելու համար։ Նշենք նաև, որ հայհայտներից ոմանք եւս ավելի վաղ հրապարակումով էին հանդես եկել եւ նշել, որ Խաչատուրի բուժման համար
Գումար է անհրաժեշտ։ Աննա Սիմոնյանն ու Մովսես Երեմյանն իրենց ինստագրամյան էջերում հրապարակումով են հանդես եկել, խնդրելով օգնել իրենց ընկերոջը։ Սիրելի ընկերներ, շտապ տարածում ենք, մեր ընկերոջ Խաչատուրի կյանքին վտանգ է սպառնում, անհապաղ բուժում է հարկավոր Գերմանիայում ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարելու համար։